Մեր հյուրն արդեն տաղավարում է եւ ինչպես արդեն ասացինք, այսօր մի տեսակ առողջապահական ուղղվածություն ունի մեր եթերը։ Նոյեմբերը ստամոքսի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Բժիշկ ուռուցքաբան Նունե Կարապետյանի հետ հասկանանք դրա առաջացման, կանխարգելման ու բուժման հետ կապված իրականությունը եւ միֆերը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սիրավ, բժշկու, ինչ պետք է մարդիկ իմանան ստամոքսի քաղցկեղի մասին։ Անհրաժեշտ է իմանալ, որ ստամոքսի քաղցկեղը դա չարորակ հիվանդություն է, որը առաջանում է ստամոքսում, եւ ամենակարևոր բանը թերևս, որ մեր հիվանդները պետք է իմանան, որ դա բուժելի հիվանդություն է, եթե հայտնաբերում ենք այն վաղ փուլերում։ Դրա համար շատ կարևոր է զգոնությունը եւ ուշադրությունը սեփական առողջության հանդեպ։ Որոնք են ստամոքսի քաղցկեղի մասին վկայող առաջին նշանները եւ ինչ պետք է անել նշանները զգալուց հետո։ Սա երևի ամենաբարդ խնդիրներից մեկն է, որի հետ մենք առնչվում ենք առօրյայում ստամոքսի քաղցկեղով բուժառուների հետ աշխատելիս, որովհետև ախտանշանները շատ ոչ սպეციფիկ են։ Դրանք են մաղձողության խանգարումները, վքնածության զգացումը, վախ, հագենալու սնունդով զգացողությունը, այրոցները, ախտանշաններ կարող են առհասարակ սկզբնական շրջանում չլինել։ Ու դրա պատճառով մարդիկ հազվադեպ են գալիս տվյալ գանգատների պատճառով օգնություն կամ ավելի ուշ են սկսում դրանք փնտրել եւ հաճախ կարող է բուժում ստանան ռեֆլյուքսների կապակցությամբ, գաստրիտի կապակցությամբ եւ ահա թե ինչու հաճախ ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը կարող է ուշանալ։ Իսկ այսինքն ինչպես պետք է հենց օրինակ ախտորոշումը ստանալ, որ դա ուռուցք է, որտեղից պետք է սկսել։ Որ հետազոտությունն է առաջնային։ Ամենակարևորը դա գանգատների դեպքում, հատկապես երբ որ գանգատները անընդհատ շարունակվում են, չնայած նրան, որ մարդիկ բուժում են ստանում, շարունակել հետազոտությունները, դիմել բժշկի եւ այդ հետազոտությունները կարևորագույն հետազոտությունը, որը որ մեզ կպատասխանի հարցին, արդյոք մենք ունենք այստեղ ուռուցք թե չէ, դա գաստրոսկոպիան է։ Դա հետազոտության մեթոդ է, երբ որ մարդիկ հատուկ սարք են կուլ տալիս եւ որի միջոցով մենք կարող ենք ստամոքսի ներսը հետազոտել եւ տեսնել։ Եվ անհրաժեշտության դեպքում կտոր վերցնել եւ հետազոտել այդ կտորը եւ հերքել կամ հաստատել ախտորոշումը։ Իսկ Հայաստանում որքանով է տարածված այս տիպը քաղցկեղի։ Իրականում ստամոքսի քաղցկեղը թե աշխարհում, թե Հայաստանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղների շարքում չէ։ Այստեղ մենք ավելի շատ ունենք վաղ ախտորոշման խնդիր եւ դժվար բուժելու խնդիր ուշ փուլերում։ Տարածվածության տեսակետից սա 5-րդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է կրծքագեղձի, թոքի, հաստաղու եւ պրոստատի քաղցկեղից հետո։ Նմանատիպ վիճակագրություն ունենք նաեւ ամբողջ աշխարհում։ Բայց բնակչության որ խմբերն են ամենառիսկային գոտում գտնվում։ Նախ եւ առաջ դրանք տղամարդիկ են եւ այո, տղամարդկանց ավելի բնորոշ է այս խնդիրը, քան թե կանանց եւ իհարկե ավելի բարձր տարիքի տղամարդկանց։ Այսօրվա դա է վիճակագրությունը եւ կան շատ պատճառներ։ Ծխախոտամոլությունը, որը ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, ալկոհոլի չարաշահումը, դրանք բոլորը ռիսկի խմբեր են, որ ավելի բնորոշ է տղամարդկանց։ Միգուցե հիմա շատ ֆեմինիստական հնչեմ, բայց դա ունի նաև ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որ որպես այդպիսին տղամարդկանց մոտ ամբողջ աշխարհում մենք ավելի հաճախ ենք տեսնում նմանատիպ ախտորոշում։ Ինչ վիճակագրություն ունենք մենք Հայաստանում այս հիվանդության հետ կապված, ենթադրենք տոկոսային հարաբերակցությամբ։ Որպես այդպիսին վիճակագրությունը, որը որ մեզ տալիս է NIH-ը, հայկական, ասում է, որ 2024 թվականին մենք ունեինք 400 ախտորոշված դեպք ստամոքսի քաղցկեղով, որպես այդպիսին ամենահաճախը տղամարդկանց մոտ 60%-ը տղամարդիկ էին ախտորոշվածների եւ հիմնական մասը 65-ից հետո են ախտորոշվել թե կանայք եւ թե տղամարդիկ։ Իսկ քանի տոկոսն է բուժվել, ունենք նման վիճակագրություն։ Ունենք մահացելիության մասին վկայող ցուցանիշներ։ Ստեղ թվերի մասին խոսելուց պետք է շատ զգույշ լինել, որովհետև պետք է հստակ հասկանալ, թե որ ենթախմբի մասին ենք մենք խոսում ստամոքսի քաղցկեղով պացիենտներին քննարկելիս։ Վաղ փուլերում, այսինքն առաջի եւ երկրորդ փուլում ախտորոշված պացիենտների առողջացման շանսերը շատ մեծ են եւ բուժված ձեր ասելով մարդկանց տոկոսային հարաբերակցությունը բավականին բարձր է։ Դժբախտաբար այն մարդիկ, ովքեր որ արդեն ուշ փուլերում են ախտորոշում եւ խոսքը գնում է 4-րդ փուլի մասին, տարածված հիվանդության մասին, երբ ուռուցքը դուրս է գալիս ստամոքսից եւ տարածվում է այլ օրգան համակարգեր, օրինակ լյարդ, որովայնամիզը դա թախանդ է, որը որ պատում է որովայնու մռակաբոլոր օրգանները։ Այս դեպքերում առողջացման շանսերը բավականին ցածր են, շատ ցածր։
Իսկ որն է հիմնական բուժումը ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդու համար։ Այստեղ մեծապարտությամբ պետք է ասեմ, որ վերջի տարիներին բժշկությունը բավականին առաջ է գնացել թե աշխարհում եւ թե Հայաստանում եւ եթե անցյալում մենք ունեինք շատ ավելի սահմանափակ գործիքակազմ, այսօրվա օրով գործիքակազմը բավականին հարստացել է, ինչը մեծ շանսեր է տրամադրում առողջացման եւ արդյունավետ բուժման տարբերակներ առաջարկել մարդկանց թե վաղ փուլերում եւ թե ուշ փուլերում։ Ամենառուտին մեթոդները, որ կիրառվում են, դա վիրահատական բուժումն է, դա դեղորայքային բուժումն է։ Դեղորայքային բուժումը իրենից կարող է ներառել քիմիաթերապիա, թիրախային թերապիա, իմունոթերապիա, եւ երբ ես ասում եի առաջընթացի մասին, ես խոսում եի հենց թիրախային թերապիայի կոնցեպտի եւ իմունոթերապիայի կոնցեպտի մասին, որոնք որ շանսերը մեծացնում են մարդկանց արդյունավետ բուժում ստանալու ուշ փուլերում։ Ինչպես նաեւ այստեղ ունենք ճառագայթային թերապիայի մոտեցում, որը որ կարող է կիրառվել վիրահատություններից հետո։ Ինչ խնդիրների են օրինակ բախվում այն մարդիկ, ովքեր որ պետք է ճիշտ ախտորոշում ստանան։ Սա շատ ակտուալ խնդիր է եւ այն ակտուալ է թե աշխարհում եւ թե Հայաստանում։ Նախ եւ առաջ դա վախն է։ Հաղթահարել վախը եւ գնալ բժշկի եւ հետազոտվել եւ իմանալ, որ դու ունես խնդիր, որովհետեւ շատ հաճախ երբ մեր բուժառուների հետ շփվում ենք, իրանք ունենում էին մտքեր ի սկզբանե, իսկ եթե իմ մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ եթե իմ մոտ ինչ-որ վատ բան գտնեն։ Այսինքն առաջի քայլը դա վախը հաղթահարելն է։ Այդ վախը մեր բուժառուներին կարող է ամիսներով, եթե ոչ տարիներով հետ պահել բուժօգնություն փնտրելուց։ Եվ դա ամենամեծ սխալն է, որովհետեւ եթե մենք դա հայտնաբերենք շուտ, առողջացնելու շանսերը, ինչպես ասեցի, շատ մեծ են։ Եվ հակառակը ուշ փուլերի մասին։ Երկրորդը դա ժամանակատարությունն է։ Ինքնին անգամ երբ որ պրոդուկտիվ եւ արդյունավետ կազմակերպում ես այդ ախտորոշման բոլոր էտապները, քաղցկեղի ախտորոշումի ժամանակ է պահանջում։ Եվ մարդկանց թվում է, որ 1, 2, 3 գնացինք բժշկի եւ ախտորոշումը պետք է լինի, բայց ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագում, բժշկական հարցեր եւ լրիվ նորմալ է այդ հարցերի առաջացումը, որոնց պատասխանը պետք է, եւ այդ պատասխանը մի հոգի չի կարող տալ։ Դա գաստրոսկոպիստն է, էնդոսկոպիստը, դա բժիշկ ուռուցքաբանն է, դա վիրաբույժն է, դա ճառագայթային թերապևտն է, դա ռադիոլոգն է, ով որ պատկերավորման նկարներ է անում հասկանալու համար տարածված է հիվանդությունը, թե ոչ, եւ պացիենտները ստիպված լինելով շրջել այդ բոլոր մասնագետների մոտ շատ հոգնում են, եւ տևողությունը ախտորոշման կարող է ձգվել եւ անգամ ամիս տևել։ Ու նման դեպքերում մարդիկ հուսահատվում են, կարող են թողնել այդ ամեն ինչը եւ չզբաղվել դրանով, բայց ճիշտ է հասնել ամենավերջին եւ լինել հետեւողական։ Եվ իհարկե ամենաակտուալ խնդիրը դա ֆինանսական խնդիրն է, որովհետեւ մինչեւ ախտորոշումը ստանալը պացիենտները ստիպված են իրենց հետազոտությունների համար վճարել։ Երբ որ ախտորոշումը չորակ հիվանդություն դրվում է, պացիենտները կարող են օգտվել պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորումից։ Եվ կարծում եմ այս խնդրի լուծումը մեզ շատ օգտակար կլինի այս տեսակետից բուժապահովագրության հարցը, որը որ այս պահին լուծվում է։ Լավ, այն նշեցիք, որ երբ որ արդեն ախտորոշումը հստակ է, նոր այդ ժամանակ կարող են օգտվել պետպատվերից։ Ինչն է հաջորդականությունը, օրինակ ինչից են օգտվում, վիրահատությունից։ Այո։ Դեղորայքային բուժման որոշ մասը կոմպենսացվում է պետության կողմից, այդտեղ շատ կարևոր է, որ ասել որոշ մասը հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալն է, որը որ ֆինանսավորվում է պետության կողմից։ Իսկ օրինակ ճառագայթում։ Այո, բայց քիմիոթերապիայի դեղերը պետք է ձեռք բերեն։ Նայած, կա ցանկ, որը որ նախարարության կողմից հաստատված է եւ կարող է տրամադրել, եւ եթե բուժ հաստատությունը, որը որ լիազորված է պետական պատվերի շրջանակներում բուժում տրամադրելու, կարող է այդ դեղորայքը տրամադրել։ Բայց հենց դեղորայքի տեսակետից այս ցուցակը չեմ ասի, որ փոքր է, այն փոքր չէ, բայց մեզ պետք է ավելին։ Բայց լայներ չէ։ Հիմա ես չեմ ուզում մեր զրույցը այնպես լինի, որ թեկուզ փոքրիկ ախտանիշներ ունեցող մարդիկ վախենան եւ ուզում եմ ձեր ուղերձ այսպես ասած հղեք հեռուստադիտողին, որպեսզի նրանք չվախենան ստուգումներից նախ եւ առաջ, իսկ հետո աստված չանի, բայց եթե նույնիսկ հայտնաբերվել է որևէ մի ուռուցք ստամոքսի, ամեն դեպքում նրանք շարունակեն պայքարել, որովհետեւ ամեն դեպքում այո, բուժում կա։ Շատ կարևոր է ձեր զգոնությունը, ձեր ուշադրությունը, ձեր առողջության հանդեպ։ Եվ ինչքան բարձր է մեր պատասխանատվությունը մեր առողջության համար, մեր հարազատների առողջության համար, այնքան ավելի հավանական է, որ մենք իր վիճակի կլինենք adekvat բուժօգնություն ստանալ։
այնպես որ հարգելի հայրենակիցներ, գանգատների, խնդիրների առկայության դեպքում երկմտեք եւ անպայման դիմեք բժշկի, իսկ եթե դες թվում է, որ ինչ որ բան այն չէ կամ արդյունավետ չի անցնում, հաստատ արժի երկրորդ եւ երրորդ կարծիք հարցնել եւ գտնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք ձեզ հուզում են, թե ինչու ինչ որ ձեր առողջականը ձեզ չի բավարարում եւ ձեր գանգատները չեն անցնում։ Այ խոսում ենք անդադ այն մասին, որ հիվանդությունը բուժելի է, բայց ցավոք սրտի մինչ այսօր մահացու դեպքերը շատ են։ Այստեղ ինչն է խնդիրը, ինչ բախում է տեղի ունենում։ Ոնց ասեցինք, վաղ ախտորոշումը դա բանալին է, արդյունավետ ստամոքսի քաղցկեղի բուժումը կազմակերպելու համար։ Վաղ ախտորոշում կազմակերպելու համար շատ կարևոր է մարդկանց գոնությունը եւ տեղեկացվածությունը գանգատների մասին։ Նաև շատ կարևոր է բոլոր վնասակար սովորությունների դեմ պայքարելը։ Խոսքը գնում է ծխախոտամոլության, ալկոհոլը չարաշահելու մասին, որովհետև տվյալ խմբերը ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, ովքեր որ ունեն նմանատիպ խնդիր։ Ամենաիդեալական տարբերակը դա սկրինինգային ծրագրերի կազմակերպումն է։ Ցավոք, այսօրվա օրով սկրինինգային ծրագիր ստամոքսի քաղցկեղի վաղ ախտորոշման համար որպես այդպիսին թե աշխարհում, թե Հայաստանում ներդրված չէ։ Միակ երկրները, որոնք որ ունեն սկրինինգային ծրագրեր ստամոքսի քաղցկեղի համար, դա ասիական երկրներն են։ Եվ պատճառը այն է, որ ասիական պոպուլյացիայում տվյալ խնդիրը շատ ավելի տարածված է, քան թե մեզ մոտ, եւ դրա համար իրանք ներդրել են այդ սկրինինգային ծրագրերը։ Իդեալական կլինի, որպեսզի արվեն հետազոտություններ, որոնք որ մեզ կօգնեն հեշտ ճանապարհներով հասկանալ որն է պոպուլյացիայի այն հատվածը, որը որ առավել բարձր ռիսկի խմբում է, մենք նույնպես խոսում ենք տղամարդկանց մասին, միջինից բարձր տարիքի տղամարդկանց մասին, ծխախոտ օգտագործող տղամարդկանց մասին, այն մարդկանց մասին, ովքեր ընտանիքում ունեն բազմաթիվ ստամոքսի քաղցկեղի դեպքեր, միգուցե դեպքեր, որոնք որ այո, վաղ ձեր թույլտվությամբ այս հարցնել կուզեմ անդրադառնալ, վաղ տարիքում ախտորոշված դեպքեր եւ հենց իրենց առաջարկել սկրինինգային ծրագրեր, որպեսզի դա լինի արդյունավետ եւ հնարավոր իրականացնել, որտեղ որպես այսպեսին սկրինինգը, որը որ մենք պիտի առաջարկենք, դա գաստրոսկոպիան է, ինչպես այն քննարկեցինք, որը որ բոլորին անելը ուղղակի իրատեսական չէ։ Ինչ վերաբերվում է գենետիկային, գենետիկ նախատրամադրվածությունը ստամոքսի քաղցկեղի դեպքում այն շատ տարածված չէ։ Եվ եթե մենք չենք խոսում ասիական պոպուլյացիայի մասին, մեր պոպուլյացիայում այն կարող է դեպքերի ընդամենը 1-2% կազմել, որը որ շատ փոքր է։ Զգոնությունն պետք է այն մարդկանց, ովքեր որ տեսնում են ընտանիքում 2 եւ ավելի դեպքեր ստամոքսի քաղցկեղով ախտորոշվածների եւ այն դեպքերը, երբ հարազատները ախտորոշվում են շատ վաղ տարիքում, որտեղ ինչպես նշեցինք, ռիսկի տակ են միջինից բարձր տարիքի անձինք։ Երբ որ ստամոքսի քաղցկեղը ախտորոշվում է 20 տարեկանում, 30 տարեկանում, դա կարող է ազդարարող նշան լինել, որ որոշակի նախատրամադրվածություն կա ժառանգական եւ ընտանիքի մնացած անդամները պետք է զգոն լինեն։ Իսկ ինչպես մյուս քաղցկեղային հիվանդությունների դեպքում, այս դեպքում եւս կա որոշակի տարիքից հետո թեկուզ տարեկան հետազոտությունների քանակ, որոնք պարտադիր են անցնել, որպեսզի վաղ ախտորոշումը լինի։ Ոնց ասեցի, սկրինինգային ծրագիր, ձեր ասած պարտադիր հետազոտությունների ցանկ, որպես այդպիսին ծրագիր մշակված չէ, այսինքն ինչ որ ջեներիկ ռեկոմենդացիա տալ այս դեպքում սխալ կլինի իմ կողմից։ Եթե կա խնդիր, ի սկզբանե օրինակ հելիկոբակտեր պիլերիով պայմանավորված գաստրիտներ կան հատուկ գաստրիտների տեսակներ, որոնք որ ռիսկ են բարձրացնում ստամոքսի քաղցկեղը զարգացնելու, հենց այդ խնդիրները ախտորոշման պահից։ Որպես այդպեսին ինչ որ ընդհանուր թիվ ասել 55-60 տարեկանից հետո այո, բայց երբ որ մարդ ունի խնդիր, չի ծխում, չի խմում, արդյոք այդ մարդկանց արժի անընդհատ գաստրոսկոպիաներ անցնել, չէ։ Այսինքն սա շատ սպეციფიկ խմբեր են, որոնց պետք է շատ ուշադիր նայել։ Ամենայն դեպս անընդհատ խոսելով տարբեր հիվանդություններից նորից ու նորից գայս ենք այն եզրակացության, որ պետք է անընդհատ ուշադիր լինել եւ հետազոտվել վաղ ժամանակահատվածում, այսինքն երբ որ արդեն ինչ որ բան նկատում ես եւ գրեթե հնարավոր է ամբողջությամբ բուժվել, ինչպես ասեց բժշկուհին։ Ինչքան վաղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք շարունակենք մեր եթերը, դիտենք գովաստ եւ վերադառնանք, մնացեք մեզ հետ։